Ինչ լավ տարիք է։ Ինչից խոսում եմ տխուր բանա դուրս գալիս։ Սուրճ ինչի՞ չես խմում։ Դա ճիշտն ասած ես սուրճ ընդհանրապես չեմ խմում։ Ինչի՞ սուրճ մեկ-մեկ կարելի է, այլ ծխել չի կարելի։ Լավ չի ծխելը։ Չեմ ուզի որ ծխես, ծխում ես։ Լավ բան չի ծխելը։ Քեզ արդարացում ես, որ ներվերդ հանգստացնելու համար է կամ ինչ-որ նման մի բան, բայց իրականում սովորություն է դառնում ու վերջ։ Ոչ մի լավ բան էլ չկա։ Բա դու վաղուց ես ծխում, հա։ Դե մանեն 10 տարեկան է, 2 տարեկան էր, որ բաժանվեցի ամուսնուցս, հենց այդ օրն էլ ներվերս հանգստացնելու պատրվակով սկսեցի ծխել, մինչև մայլ չի հանգստացել ներվերս։ Իսկ եթե փորձես չծխել։ Չեմ էլ փորձել, իմաստ չունի, արդեն սովորություն ա դարել, նույնիսկ մանեն այնց վրա խոսում գիտես չէ, դասախոսություններ ա կարդում։ Ամուսինս էլ ամեն անգամ ասում է, երեխայի մոտ ծխում ես, լավ չի, թե չէ ինքը լավն է, ես վատ է էլի։ Չնայած մանեն շատ է կապված հոր հետ։ Նենց էլ ասեցի ամուսինս, ուզում է ասեի նախկին ամուսինս իհարկե։ Տարօրինակ բան է այս կյանքը գիտես։ Ինձ թվում էր, որ մանեն ավելի լավ է հեռու մնա հորից, հոր շրջապատից։ Բաժանվեցի, որ ավելի հեշտ լինի։ Էլ չի կարողանում դիմանալ ուղղակի։ Բայց մանեն հիմա ավելի է կապված հոր հետ։ Դե աղջիկա։ Գժի պես սիրում է հորը։ Դու հիշում ես քո պապային։ Հա, հիշում եմ։ Ես 7 տարեկան էի։ Հիմա ավելի հաճախ եմ հիշում իրան։ Այն ժամանակ փոքր էի։ Չէի հասկանում, որ պապան էլ չկա, էլ մահացել է, էլ չեմ տեսնելու, ավելի դժվար է գիտակցում։ Հիմա շատ եմ կարոտում, ու իրա կարիքը շատ եմ զգում։ Այն ժամանակ էլ էի շատ զգում իրա կարիքը։ Ես քեզ հասկանում եմ։ Հենց հորս բացակայությունն էր ամեն ինչի պատճառը, որ մենք ստեղ տեղափոխվեցինք։ Մենք մենակ էինք։ Պապաս, որ մահացավ, տատիս միշտ տխուր էր ու երկար չդիմացավ, ինքն էլ մահացավ։ Հետո պապիս էլ մահացավ։ Մամաս ամեն գիշեր լացում էր։ Ես լսում էի, որ ինքը լացում է, բայց ինքը չգիտեր։ Ես չէի ուզում, որ ինքը իմանա, որ ես գիտեմ, թե չէ հաստատ կնեղվեր։ Չգիտեմ որտեղից, բայց գիտեի, որ մամաս չի ուզում, որ ես իմանամ, որ ինքը լացում է։ Դե ես էլ դրա համար էլ չէի ասում, որ լսում եմ։ Ես ու մամաս էլ չէինք կարում գյուղում ապրեինք։ Ու տեղափոխվեցինք քաղաք։ Բայց այդ ամենավատ բանն էր, որ եղավ իմ կյանքում։ Ու այդ ամեն ինչը մենակ մի պատճառով, որ պապաս չկար։ Պապաս չկար ու չկար ոչ մի բան։ Շատ խելացի ես։ Կյանքում չի մտածի, որ 16 տարեկան աղջկա հետ կնստեմ, կզրուցեմ։ Բայց դու ուրիշ ես, գիտես։ Դու ուրիշների նման չես։ Ես իմ ամենակ մի բան եմ ուզում, որ մաման ուրախ լինի։ Ինքը շատ դժվարություններ ա տեսել, որ գոնե կյանքի մյուս մասին ուրախ ապրի։ Իսկ այդ ամեն ինչն էլ ինձանից ա կախված։ Պատկերացնում եմ մայրդ ինչքան է նեղվում, որ գիշերները աշխատում ես։ Հա, շատ ա նեղվում, բայց ուրիշ ելք չկա։ Ես ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ աշխատամ։ Ու չեմ նեղվում դրանից։ Էդ էլ եմ հասկանում, Աննա։ Այդ լավ որ ձգտում ունես, ուզում ես աշխատես, բայց մա քեզ ուրիշ բան է պետք։ Քեզ պետք է ապագայի մասին մտածել։ Ես ապագայի մասին մտածելու ոչ ժամանակ ունեմ,
ու ոչ էլ հնարավորություն։ Հիմա նենց է ստացվել, որ ես կարամ մենակ վաղվա օրվա մասին մտածեմ։ Դու դպրոցում լավ ես սովորում։ Դե հա, նորմալ։ Նորմալը ո՞րն է։ Լավ։ Լավ թե գերազանց։ Գերազանց։ Ես դպրոցում ամեն տարի էլ գերազանց եմ ավարտում։ Դե հիմա ստեղ էլ եմ գերազանցիկ։ Ինձ թվում էր ծրագրին չեմ հասնի, բայց հասցրի, լավ էլ գերազանցիկ եմ։ Իսկ որևէ նախընտրած մասնագիտություն, ինչ-որ, լավ, արի պարզ հարցնեմ, հա, ինչ ես ուզում դառնալ։ Չգիտեմ։ Չես ուզում որևէ մասնագիտություն ձեռք բերես։ Մենք կարող ենք միասին մտածել ինչ ես ուզում։ Դե կմտածենք։ Դե պետք է արդեն մտածել։ Լավ, արի այսպես անենք, վաղը Մանեին հայրը տանում ան մի օրով։ Ես երեկոյան կգամ, հա մի բան կուտենք, կընտրենք, համ էլ մի բան կմտածենք։ Բայց եթե ստացվի, երկուշաբթի օրը շատ կարևոր գրավոր աշխատանք ունեմ, պետքա պարապեմ։ Համ էլ դե գիշերը աշխատում եմ։ Ամեն դեպքում տանից տեղը գիտես, ցանկացած բան կարող ես գալ, զանգել, ես ամեն ինչով քեզ կօգնեմ, լավ։ Այսօր էլ աշխատանքի ես, հա։ Ստացի։ Լավ, օգտվի, մի նստի դենց։ Շատ տխրեցինք։ Բարի լույս Նվարդ, ինչպես եք։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Համով գատ հայաստացվել հեսա բերել։ Երբ դու գալիս եք մեր տուն, մեր տանն ուղղակի տուն է։ Որովհետև միշտ տոն օրերին եմ գալիս։ Որ չէ։ Ձեր գալը մեր տուն ուրախություն է բերում, ճիշտ է։ Ինձ համար սուրճ կեփես։ Հա, իհարկե։ Հիմա կդեմ։ Նվարդ, մի գավաթել ինձ համար եփեք։ Դες համար նույնպես։ Ու հետո եկեք նստեք միասին իքիցերուցեք, հա։ Լավ։ Դու մոռանում ես, որ նա մեր տան աշխատողը չի։ Ոչինչ, 1000 դրամ ավել կտաս։ Տիկին Նվարդ, ինչպես նկատեցիք, Զարան ելևս չի աշխատում մեր տանը, դուրս է եկել։ Հա, արդեն հասկացա։ Նա դուրս չի եկել։ Մենք դա չենք քննարկում։ Ես ձեզ մի առաջարկություն ունեմ, Տիկին Նվարդ։ Եթե դեմ չեք։ Տիկին Նվարդ, ես գիտեմ, որ դուք ուրիշ աշխատանք ունեք, աշխատում եք ձեր փեսայի մոտ փռում։ Ես շատ կուզեի, որ դուք մեր տան աշխատեիք։ Եթե դեմ չեք իհարկե։ Շնորհակալ եմ վստահության համար, բայց ամուսնուս հետ պիտի խոսեմ։ Իհարկե, շուտ։ Փռում ինձ համար հարմար է, ես օրվա երկրորդ կեսից եմ գնում։ Հետո փեսասա, ամեն դեպքում ամուսնուս հետ խորհրդակցեմ, հետո պատասխանեմ, հա։ Ես խնդիր չեմ տեսնում։ Խորհրդակցեք ու մեզ տեղյակ պահեք, լավ։ Մեզ շատ վստահելի կին է պետք է։ Եղավ Տիգրան ջան։